Գյումրիում պաշտոնապես բացվեց «Սոս մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Շիրակի մասնաճյուղը։ Սա հիմնադրամի արդեն 4-րդ մասնաճյուղն է Հայաստանում և առաջինը Շիրակի մարզում։ Մասնաճյուղի պաշտոնական բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, հիմնադրամի ղեկավար կազմը հյուրեր։ Նորաբաց մասնաճյուղի հիմնական առաքելությունն է մարզում մանկալուկության վտանգի առաջ կանգնած ընտանիքների վաղ հայտնաբերումն ու հզորացումը, աջակցությունների միջոցով երեխաներին պահելով իրենց կենսաբանական ընտանիքներում։ Կենտրոնը միաժամանակ կծառայի որպես ռեսուրս խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համար, նպաստելով նրանց վերամիավորմանը ընտանիքների հետ, յուրաքանչյուր դեպքում առաջնահերթ համարելով երեխայի լավագույն շահը։ Ֆունկցիան լինելու է նա, որ իդենտիֆիկացնեն մարզում մանկալուկության շեմին կանգնած ընտանիքները եւ այդ ընտանիքներին ուժեղացնելու, աջակցելու շնորհիվ կարողանանք երեխաներին պահել հենց կենսաբանական ընտանիքում։ Նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց կանխարգելիչ ծրագրերի առանցքային նշանակությունը։ Եթե հաջողենք այս մասով, ավելի քիչ երեխաներ կունենանք մեր խնամքի կենտրոններում, ճգնաժամային կենտրոններում, ավելի քիչ ընտանիքներ կունենանք, որոնցից ստիպված պետք է գնանք երեխաներին վերցնենք, ասենք դուք չեք կարողանում նրանց լավ պահել տարբեր պատճառներով։ Սոսի ծրագրերի առանցքում ոչ թե միանվագ օգնությունն է, այլ ընտանիքներին ինքնուրույն կյանքի հմտություններ ու հնարավորություններ տալը, ոչ թե ձուկ տալ, այլ սովորեցնել ձուկ որսալ սկզբունքով։ Եվ սովորեցնում ենք, թե ինչպես ձուկ որսալ, դա շատ կարևոր է, եւ մեր բոլոր ծրագրերը, որ իրականացնում ենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ իրականացնում ենք Շիրակի մարզում, միտված են հենց դրան, որպեսզի մենք ընտանիքներին ուժեղացնենք։ Մենք ունենք արդեն 48 ընտանիք եւ մենք թվերը ասում ենք ընտանիքով, իհարկե այդ ընտանիքներում կան շատ երեխաներ, այնպես որ մենք արդեն ընդգրկել ենք 48 ընտանիքի։ Շիրակի մարզը ըստ պաշտոնական ցուցանիշների շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ինչը մեծացնում է մանկալուկության ռիսկերը։ Նոր մասնաճյուղի ստեղծման անհրաժեշտությունը հենց այդ գնահատականի արդյունքն է։ Կրթության մակարդակի բարձր լինելը ազդում է ընտանիքի բնականաբար երեխային ապրելու եւ համապատասխան զարգացման բոլոր ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Մարզում էլ մենք ունենք շատ խնդիրներ եւ մասնաճյուղի բացումը նպաստելու է դրան, որպեսզի մենք կարողանանք կարիքահեն նպատակային աջակցությունների միջոցով, հիմնականում նեղ մասնագիտական աջակցությունների միջոցով օգնել ընտանիքներին եւ երեխաներին, որպեսզի նրանք դառնան մեր հասարակության համար ինքնուրույն եկամուտ ստեղծող, ինքնուրույն իրենց հարցերը հոգացող քաղաքացիներ։ Շիրակի մարզպետի խոսքով թեև նման կառույցների գոյությունը ցավալի անհրաժեշտություն է, սակայն դրանք կենսական կարևորություն ունեն այն երեխաների համար, որոնք կյանքի բարդ փուլում մնացել են առանց պատշաճ աջակցության։ Իրականությունը դա է, ողջունում շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք կազմակերպել են ու աշխատում են այս նախագծի շուրջ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մասնավորապես են 12 աշխատակիցներին, որոնք շատ բարդ պայմաններում աշխատելու են մեր երեխաների կողքին են լինելու։ Ծրագրերի շրջանակում սոցիալական աշխատողները, հոգեբաններն ու հատուկ մանկավարժները ընտանիքների հետ աշխատելու են անհատական պլաններով, նպատակ ունենալով 1-2 տարվա ընթացքում ընտանիքներին դարձնել ինքնաբավ։ Այս պահին մասնաճյուղում աշխատում է 12 մասնագետ, հիմնականում սոցիալական ոլորտի բարձր պրոֆեսիոնալներով։ Վերջին 3 տարիներին հիմնադրամի ծրագրերի շնորհիվ ավելի քան 140 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ եւ այլևս չի վերադարձել խնամքի հաստատություններ։ Ընտանիքում ապրելու իրավունք 2 տարածաշրջանային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից, այժմ մտնում է ավելի խորացված երկրորդ փուլ։ 35 տարվա փորձումս ցույց է տալիս, որ միայն ծառայությունների մատուցումը ընտանիքում եւ երեխայի կյանքում լուրջ փոփոխությունների չի կարող հանգեցնել, հետեւաբար մենք պետք է սկսենք երեխայի ձև ընտանիքից, բայց հասնենք մինչև օրենսդրական բարեփոխումներ։ Ծրագիրն ունի 3 տարվա իրականացման ժամկետ։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։